Մինչև այս հարցերը անցյալ անգամ էլ որ մենք եկանք Անդրանիկ Միգրանյանի հետ ենք, չգիտեմ դուք երևի մասին գրեցիք, ասեցիք, համարյա նույն պատմությունն էր։ Անդրանիկ Միգրանյանին թույլ չտվեցին մտներ ներս։ Հիմա ես այստեղ անցկացնում եմ միջոցառում, իմ ընկերները, գոլեգաները Ամերիկայից եկել էին, բավականին մի 12 ընկերություններից մարկար, մենք քննարկելու ենք մեր բիզնես խնդիրները։ Իհարկե, առանց պատճառի 2.5 ժամ մենք մնացինք օդանավակայանում։ Պատճառը շատ պարզ է, ինձ թվում է, իմ կարծիքով ես ասեմ, պատճառը նրա համար է, որ երևի ես բավականին շատ ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին եւ բարեգործական։ Երևի պատճառներից մեկն է, որ ինքը երևի մի խնձոր չի նվերել որից է մեկին, կամ չի տվել։ Այսինքն ես չգիտեմ էլ այդպիսի մի բան արել է, բայց Աբրահամյան Արան ինչ է արել։ Աբրահամյան Արան փախստականներին մոտ 200 կվարտիրա նվիրել 2-3 սենյականոց։ Հայաստանում, այո, Հայաստանում։ Այս գիրքը կա, տեսեք, սա 20-ամյակի գիրքն է Ռուսաստանի հայերի միության արած գործերը։ Նախ ասեմ, Ռուսաստանների հայերի միությունը ֆինանսավորում եմ միայն ես, ուղիղ 100%։ Մենք երբևիցե փող չենք հավաքել, երբևիցե մեկն էլ որից է $1 կամ 1 ռուբլի փող չի ներդրել։ Որ այստեղ կարդակ շատ երկար, շատ կան, բայց հիմնական բաներն ասեմ, որ մենք մասնակցել ենք մարդկանց փախստականների հարցով, մենք մարդկանց վերականգնել ենք, վերանորոգել ենք քուրերի միավորման հիմնական գրասենյակը, քուրերի միավորման կուլտուրայի պալատը, մասնակցել ենք տոտալ մոտ 25,000 կոմպյուտերներ ամբողջ Հայաստանով մենք դպրոցներ, բանակ, Ղարաբաղ, այո, մենք դասարաններ ենք բացել, մենք մասնակցել ենք Ղարաբաղում դպրոցի կառուցմանը, 600 տեղանոց, միայն դպրոց չէ, սպորտ կոմպլեքսով եւ այլն, տեսեք, ասում են Ղարաբաղ, չէ, այդ մասին խոսանք մենք Ղարաբաղին, բայց գործան ենք կառուցել, որպեսզի այնտեղ աշխատեն այդ գործանը եկամուտները տրվի, ասենք այդ ուսուցիչներին եւ այլն դպրոցի վերանորոգմանը եւ այլն։ 6 ստեղծագործական միությունների հետ, պլյուս ազգային ակադեմիային, ամեն տարի մենք մրցույթներ ենք անցկացրել, որպեսզի մեր, ասպես, էլիտան կարողանա իր չի հաստատվի, իրանց տեղը գտնեն։ Երիտասարդների հատուկ մրցույթ ազգային ակադեմիայում ֆոնդեր ենք բացել, ես անձամբ $100,000 ներդրում եմ արել գրողների միությունում այնտեղ, դա է։ Փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի, ասենք, այստեղ այս ստեղծագործական միություններում ինչ-որ իրանք մի քիչ լավ զգան։ Ես զարմանալի մի բան ասեմ, մեկ շտամ 2 տարի առաջ երևի եղա գրողների միությունում, ես այդպիսի բան չէի տեսել։ Ես ցեկայի գարաժի հետև այնտեղ էինք մնում, այն ժամանակ դպրոց էի գնում Աբովյանի երկրորդ դպրոց, գրողների միության կողքով էի անցնում։ Շատ վաղ 11-րդ կողմից անցնեմ, էլի, դա մեծ պատիվ էր։ Տեսեք այսօր ինչ վիճակի մեջ է, ինչեր են ասում։ Այսինքն, բայց մենք բոլորի հետ աշխատել ենք, բոլոր ստեղծագործական միությունների հետ։ Գիտեք, եթե ես թվեմ, հավատացեք, երևի մի 2 ժամ ժամանակ է պետք։ Այստեղ, տեսեք, մեր այո, աղայան, այո, մի ասեք, ես գիտեմ աղայան Վլադիմիր այստեղ պետք չի ասել, ինձ խնդրում եմ մի հուշեք, ոչ մի բան աղայան այստեղ է, Վալոդյան, որ աշխատել է վիցեպրեզիդենտներ 20 տարի, ինքը եթե հարցնեք, ինքը կարող է պատմի, ինչ որ, ես չեմ հիշում, հազարավոր դեպքեր, 2 օրինակ բերեմ,
Դե, ասենք Մոսկվայում ես նստած տելևիզոր եմ նայում, մեկ է ցույց են տալիս ինչ-որ մի տեղ, մի շրջանում մոռացել եմ էլի 5 երեխա ունե, տունը վարվել է, շուտ տնական կենթանիներ, բավականին տուժվել է, զանգում եմ, ասեմ, Վարուժա ջան, ես խնդրում եմ գտնեք այդ մարդկանց, մի հատ նոր տուն առնեք, ամեն ինչ անեք, իր ներկայությամբ եմ ասում, դուք հետո կարող եք հարցնել, թող անուն ազգանունս, ես չգիտեմ, չեմ տեսել, չեմ էլ հանդիպել։ Իր ամեն ինչով, մեբելով, ամեն ինչով տնային կենթանիներով գտակ, որտեվ ես մի մոմենտ պատկերացրեցի, որ մենք էլ ենք 5-4 եղբայր մի քուր, իրար հետ մեր գյուղում մենք ապրում ենք, եթե հանգարց այո, մի բան ելներ, շուտ մեզ օգնություն ցույց տային, չնայած չեն տվել, բայց ամեն դեպքում դա ինչ ուրախություն կլիներ։ Մենք ինքներս ենք մշակում, այ ասեմ ձեզ մի կիլո խաղող, որ պակասել է, մի կիլո շատ չէ, 46 կոպեկ էին ընդունում։ Դա մեր համար ազդում էր, եթե մի 3 կիլո կամ 4 կիլո քիչ ենք ստանում բերքը, որտեղ հանձնում ենք, այդ